Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն իր սոցիալական էջերում նոր հոլովակ եւ լուսանկարներ է հրապարակել ընտանիքի անդամների հետ։ Հոլովակն արտացոլում է ընտանիքի ջերմ ու երջանիկ պահերը։ Մեկ այլ հրապարակում, որտեղ նա եղբոր որդու Արամի հետ է, նա գրել է. «Հորքուրը քեզ շատ է սիրում, Արամ»։ Մենք առաջարկում ենք դիտել լուսանկարներն ու տեսանյութը առանց մեկնաբանության։ Ամիսներ առաջ կայացած Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման հերթական հյուրն էր դերասանուհի Ռոմելա Սարգսյանը։ Star News-ը հետևել է զրույցին եւ առանձնացրել ամենակարևոր հարցոպատասխանները։ Հաղորդման ընթացքում Ռոմելա Սարգսյանը պատասխանեց անձնական կյանքի եւ բաժանության մասին հարցին։ Իմ բաժանությունն իմ ամուսնուց ոչ մի կապ չունի իմ եւ Գևորգի հետ, չնայած նրան, որ երբ սկսվեց ամեն տարի Կարնանը հեռուստասերիալը, ես դեռ ամուսնացած էի։ Եթե հարաբերությունները երկկողմանի չեն սնվում սիրով, դու որպեսզի թույլ տաս դիմացինիդ երջանիկ լինել եւ նա էլ քեզ թույլ տա, դուք պետք է բաց թողեք իրար։ Ես շատ երկար եմ եկել այս որոշմանը։ Ամուսնալուծությունը մի քանի օրվա որոշում չէ, դա գալիս է ժամանակի հետ, գալիս է երկկողմանի տարբեր բացթողումներից հետո։ Շատ բարդ կայացրեցի որոշումը, կախված նաև հասարակության պիտակավորումների հետ, բայց եկավ մի պահ, երբ հասկացա. անիմաստ է քո կողքին պահել մի մարդու, ում դու չես երջանկացնում եւ ինքն էլ քեզ։ Ինչ որ պահի նա համաձայն չէր որոշմանս հետ, բայց հիմա ես տեսնում եմ, նա երջանիկ է։ Դերասանուհին խոսեց նաև Գևորգ Գրիգորյանի հետ հարաբերությունների մասին։ Գևորգի հետ իմ ու հարաբերությունները եղել են տարբեր էտապներում։ Դա է պատճառը, որ չէր կարող են խոցելի լինել նախկին ամուսնուս համար։ Դրանք կատարվել են տարբեր ժամանակներում եւ իմ եւ Գևորգի հարաբերությունները եղել են իմ պաշտոնական բաժանումից հետո։ Գևորգի հետ հարաբերությունները սկսվել են, քանի որ իր մեջ տեսել եմ այն բոլոր գծերը, որոնք կարևորում եմ տղամարդու մեջ, ու սա կապ չունի իմ նախորդ հարաբերությունների հետ եւ որևէ բաց լրացնելու։ Այս ողջ ընթացքում բարդ փուլ եմ ունեցել, տագնապներ, ստրես, անքուն գիշերներ, վախեր, սրանք էտապներ են, որոնք ես արդեն անցել եմ։ Ես ընտրում եմ երջանիկ եւ ազնիվ լինել են մարդկանց հետ, ում սիրել եմ եւ լավ ու վատ օրեր եմ կիսել։ Այդ մարդիկ արժանի են, որ իրենց հետ լինեմ ազնիվ։ Հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ամեն բան ճիշտ է եղել եւ իր ժամանակին։ Կոսպորտ FM-ի եթերում Ռոմելա Սարգսյանը խոսել է բաժանումից հետո Գևորգ Գրիգորյանի հետ նույն նախագծում խաղալու մասին, ասելով, որ իր կողմից խնդիր չի լինի։ Ինձ թվում է, պետք չի առհասարակ հարաբերությունները խառնել աշխատանքային process-ի հետ, եւ ես իմ անունից կարող եմ ասել, որ նմանատիպ բան կարող է լինել։ Ամեն դեպքում իմ կողմից որևէ խնդիր առաջանալ չի կարող։ Ես պատկերացնում եմ նման իրավիճակ, նշել էր Ռոմելա Սարգսյանը։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել դերասանուհու սոցիալական հարթակներում հրապարակված լուսանկարներից մի քանիսը։